Մեզ համար Իրանի դեմ պատերազմի որ ելքն է նախընտրելի։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իհարկե ես կցանկանայի իդեմս Իրանի տեսնել ժողովրդավարական բացասարակություն, ազատ, որտեղ կառուցակարգերը այնպիսին են, որը որևէ երկրի, այդ թվում նաև իր մերձավոր հարևաններին, առավել ևս կոնկրետ մեզ, երբևէ չի կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ, մեզ համար Իրանը Պարսից ծոցի ուղղությամբ կդառնա կամ կունենա այնպիսի հաղորդակցության հնարավորություն կդառնա, որը մեզ հնարավորություն կտա հաղորդակցվել աշխարհի երկրների այդ հատվածի երկրների հետ։ Տեսեք, շատ կարևոր հարց բարձրացեցիք։ Վերջի տարիներին ես մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Հնդկաստանից մեր ռազմական մատակարարումը իրականացվում էր հիմնականում Իրանի միջոցով, տարածքի միջոցով։ Հիմա եթե մենք Իրանում ցանկացած ձևաչափով տեղի են ունենում այնպիսի գործողություններ, որոնք վտանգի տակ են դնում այդ ուղին, սա նշանակում է մի բան։ Դա կլինի Իրանի մասնատվելու դեպքում։ Այո։ Քիչ հավանական։ Այո։ Թե այնուամենայնիվ հավանական։ Գիտեք, ես պատուանը փակված չեմ համարում, որովհետև իհարկե, եթե չեմ սխալվում, հենց այսօր Թրամփը հայտարարեց, որ հնգօրյա չհարձակման կամ էներգետիկ ենթակառուցվածքներին չհարձակվելու հրաման է տվել եւ Իրանի հետ տեղի են ունենում ինչ-որ բանակցություններ, բայց կներեք, պատերազմից առաջ էլ այդպիսի քննարկումներ կային եւ ես պատերազմը չեմ համարում ավարտված, որովհետև քանի դեռ ըստ էության նոր ստատուս քվոյի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, կամ այսպես կարելի ասել, հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ Իրանը չի համաձայնվում այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրեն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը կամ այլ հնարավոր պոտենցիալ պետություններ, որոնք շահագրգռված են Իրանի անվերապահ կապիտուլյացիայով, կամ չունեն այս պահին ամենալավ ձևաչափը բանալին Իրանի անվերապահ կապիտուլյացիային հասնելու համար, կամ դեռևս համբերում են ինչ-որ ժամանակ են վատնում, օգտագործում ինչ-որ խնդիրներ կարգավորելու համար։ Այլ կերպ ասած, պարոն Մնացականյան, եթե ընդհանրացնենք, հիմա պատերազմի ելքը կանխորոշելու միտված որևէ եզրակացություն կամ հետևություն վաղ է դեռևս անել է։ Մեզ համար, ասեմ ձեզ, ինձ համար կոնկրետ ես շատ կցանկանայի, որ ընդհանրապես Իրանում եւ Հայաստանի ցանկացած քաղաքական դիրքում գտնվող անձ, առավել ևս քաղաքական վերնախավի համար Իրանում հանգստությունը եւ Իրանում որևէ ռազմական էսկալացիայի չեզոքացումը շատ կարեւոր է։ Դա անուղղակորեն է ազդում մեզ վրա, Աստված մի արեցի, եթե էսկալացիան գլոբալ, ուրեմն զարգացվածության միտում ունենա, առավել ևս ձեր կողմից մատնանշված մասնատումը, ես չգիտեմ մասնատման արդյունքում ինչ տեղի կունենա։ Այսինքն չգիտեմ ասելով, որը մեկը չի կարող կանխատեսել։ Բայց էսկալացիան ոչ միայն շարունակում է, այլև տեսեք, այսօր զրուցել են նորից Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները։ Այո։ Մի քանի օր առաջ կարծեմ հանդիպել են։ Այո։ Այս զրույցի սղագրությունում շոշափվում է նաև Կասպից ավազանում ինչ որ իրավիճակ։ Ինչն է Իրանին մտահոգում առ Ադրբեջան։ Ադրբեջանի հնարավոր ռեսուրսների օգտագործումը իր դեմ, Ադրբեջանի հանրույթում ընդհանրապես Իրանի նկատմամբ ունեցած տրամադրվածությունները, Իրանի Իսլամական Հանրապետության, այո, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում էթնիկ ադրբեջանցիների գոյությունը, նրանց հավակնությունները։ Ի վերջո, խնդրում եմ նկատի ունեցեք, որ Ադրբեջանի հետ աշխատում են այնպիսի պետություններ, մասնավորապես Իսրայելը, որոնք այս պահին ուղղակիորեն բախման մեջ են գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ակնհայտ էր, ես հեռու եմ այն մտքից, որ Նախիջևանի օդանավակայանի երկնակամարում ԱԹՍ-ի կիրառումն ու պայթեցումը դա պատահականության արդյունք է։ Նույնիսկ եթե դա Իրանի հետ
կապված չէր, սադրանք էր, դա փորձ էր Ադրբեջանին ինչ-որ ձևով ներգրավելու, կամ եթե ուղիղ Իրանի կողմից իրականացվող գործընթաց էր, դա ուղղակի նախազգուշացում էր Ադրբեջանին ինչ-որ գործողություններից զերծ մնալու համար։ Այսինքն երկու դեպքում էլ մի դեպքում փորձ է արվել Ադրբեջանի ներքաշել Իրանի դեմ, մյուս դեպքում Իրանի սցենարի դեպքում Ադրբեջանը այնուամենայնիվ ինչ-որ գործընթացի մեջ ներ է քաշվել, որպեսզի ասում է Թուրքիան է հետ քաշում Ադրբեջանին։ Զասպում, դա հասկանալի է, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները ուզում է դուրս բերել դա։ Ում վերահսկողությունից։ Իսրայելի վերահսկողությունից։ Ես գիտեք խաղադրույքները այնքան բարձր են այս առումով, որի պայմաններում ես չեմ կարծում, որ այս փուլում Ադրբեջանին հնարավոր է դուրս բերել նման ազդեցությունից, եթե այդպիսի պոտենցիալ ուներ Թուրքիան, ապա վաղուց պետք է դա արվասնել, առավել ևս բոլորի համար հայտնի են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները եւ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները։ Թուրքիան Իսրայելը օգնեցին հաղթել պատերազմում, հիմա չեն կարող։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է, եթե միայն Իսրայելի դեպքում լիներ, ես ձեր տեսակետը ինձ համար լրիվ տրամաբանական կլիներ, բայց խնդրում նկատի ունեցեք, որ այս պատերազմի մեջ ներքաշված է ոչ միայն Իսրայելը, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն խաղադրույքը ավելի բարձր է եւ այս տվյալ դեպքում Թուրքիան գործ ունի ոչ միայն Իսրայելի հետ, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այսինքն այստեղ խնդիրը ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խնդրի կարգավորմանը հասնելն է, այլ հարց է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես է տեսնում այդ խնդրի կարգավորումը։ Իհարկե, իրենք կարողացան Իրանի ռազմաքաղաքական էլիտային ոչնչացնել բառեզբուն իմաստով, գիտեք ինչ, շատ հեշտ է ասել հոգևոր առաջնորդին վերացեցին, պաշտպանության նախարարին վերացեցին, Աստված մի արած, հələ բերեք այդ համեմատության մեջ դնենք ցանկացած այլ երկրի հետ ու փորձենք հետևությունների հանգենք։ Տեսնենք այդ երկրից ինչ պետք է մնացած լիներ։ Հասկանում եք։ Հիմա ըստ էության շատ խորքային Հա, տեսեք, խորքային հարված է հասցվել Իրանին։ Խորքային հարված է հասցվել Իրանին, բայց մենք պետք է հասկանանք, թե Իրանը այս ամեն ինչից ինչպես դուրս կգա։ Շատ հնարավոր է, որ իրանք հրաժարվեն իրենց միջուկային ուրեմն նպատակներից, շատ հնարավոր է, որ իրենք բոլոր դեպքերում ինչ-որ կոնֆիդենցիալ համաձայնության հասնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ պետք է իմ սկզբնական միտքը արձանագրել, որ դեռևս պատուանը բաց է մնում, կոնֆլիկտը շարունակվում է, տեղափոխվել է հնգօրյա բանակցությունների դաշտ, կախված նրանից, թե ուժերի ինչպիսի հաշվեկշիռ է, օրինակ ինձ զարմացրեց Թրամփի այն հայտարարությունը, որ նա ասում էր, որ նեղուցի հայտնի նեղուցի բացումը պետք է արևմտյան երկրները միասին փորձեն համոզեն Իրանին, որ Իրանը այդ նեղուցի ապաշրջապակումը իրականացնի։ Այստեղ ակնհայտ է, որ կամ երկու պատճառ ունես ամեն ինչի դիրքորոշումը, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող ինքնուրույն բացել կամ ճնշում գործադրել, կամ փորձ անում արևմտյան երկրներին ներգրավել, ներքաշել այս գործընթացի մեջ։ Ինչ տպավորություն է թողնում Հայաստանի նախընտրական դիսկուրսը։ Նախընտրական դիսկուրսը հիասթափեցնող է, պարոն Մնացականյան։ Ես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նման խոսույթ էր շրջանառվում, ես ինքս որպես ակտիվ մասնակից այն ժամանակ ես մեր ամբողջ հանրությունից ներողություն խնդրեցի նման անորակ, ցածրորակ խոսույթի համար, եւ սա պատիվ չի բերում մեր ժողովրդին առաջին հերթին։ Սա չի ուժեղացնում Հայաստանը։ Ինչ? Ինչու է այդպես։ Գիտեք, սա էլ ունի որոշակի տրամաբանություն։ Մեր ժողովրդի վերջի տարիների գլխով անցածը, հիմա տեսեք, եթե ամբողջ այդ էմոցիան հանենք, Էլի խաղաղության ու պատերազմի մասին է խոսակցությունը։ Այսինքն խաղաքարտերը պարզ են, ինչ է խաղարկվում։ Այո, պատերազմի եւ խաղաղության հարցն է քննարկվում։ Հիմա տեսեք, բայց այստեղ այնքան հակասությունները մեծ են, որ
ամենատրամաբանական հարցն է առաջանում։ Հակասություն, խաղաղություն ընտրել թե պատերազմ։ Ոչ, պատերազմի հավանականության մասին։ Եթե այս իշխանությունը խոսում է խաղաղության մասին, խոսում է սահմանադրության հռչակագրի հանելու մասին, խոսում է տնտեսական, ուրեմն էներգետիկ ենթակառուցվածքները Ադրբեջանի ու Թուրքիայի ենթակառուցվածքների սինխրոնիզացնելու մասին, խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, այսինքն ըստ էության կատարելի եւ կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի հնարավոր ու անհնար բոլոր պահանջները։ Հարց. Ճանապարհների ապաշրջափակումը միայն Ադրբեջանի ցանկությունն է։ Ոչ, կան նաև այլ աշխարհաքաղաքական կենտրոններ։ Չէ, ես լրիվ այլ հարց եմ ուզում հռետորական բարձրացնել։ Եթե ֆորմալ առումով ամեն ինչ կատարվում է Հայաստանի կողմից եւ սպասարկվում է այդ պահանջները, Ադրբեջանը ինչու պետք է պատերազմ սկսի, պարոն Մնացակյան։ Ինչ խնդիր է լուծելու Ադրբեջանը պատերազմով։ Եթե իրենց նպատակը Զանգեզուրով Նախիջևան գնալն է, դա էլ թրիփի միջոցով ապահովում է։ Եթե տարածքային ամբողջականության ճանաչումն է, ճանաչվել է։ Եթե ուրեմն Արցախի հետ կապված խնդիրն է, մոռացվել է, մոռացում է ճակերտավոր կամ Հայաստանի քաղաքական իշխանությունը այդ թեման իր համար, այդ օրակարգը իր համար փակ է։ Ու ասում է թույլ չեմ տալու Ղարաբաղյան շարժում շարունակվի։ Ես ուզում եմ հարց տամ։ Պատերազմ ինչի համար պետք է Ադրբեջանը վարի կամ սկսի։ Բայց տեսեք Նիկոլ Փաշինյանի վերջի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է։ Տեսեք, ասում է, եթե մենք չհավաքենք սահմանադրական մեծամասնություն, չի ասում, որ եթե մենք իշխանության չգանք, ասում է նույնիսկ եթե իշխանության գանք, մնանք, վերարտադրվենք, բայց սահմանադրական մեծամասնություն չունենանք, պատերազմ է սկսվելու։ Որ խնդիրը լուծելու համար։ Դա ինձ թվում է ակնարկ է այն ուժերին, որոնք կարող են կան եւ ռևանշիստական։ Այդ ուժերը դիցուկ եկել են, ենթադրենք եկել են։ Բայց ես չեմ լսել, որ այդ ուժերը ասում են մենք գալիս ենք պատերազմ։ Այո, բայց մի վարքյան, այդ ուժերը ենթադրենք եկել են, այդ ուժերը պատերազմ են սկսելու, որ խնդիրը լուծեն։ Ադրբեջանի ռևանշ են դիմելու, ուրեմն Արցախը հետ բերելու խնդիր են լուծելու։ Այսինքն ձեր տրամաբանությամբ Ադրբեջանի համար միևնույն է, Հայաստանում ինչ իշխանություն կլինի։ Իհարկե։ Եվ երկրորդը, գիտեք ինչ, հիմա էլի հակասությունների մասին խոսեցինք, հիմա տեսեք, այս քարոզությունը ինչի համար է տարվում։ Նիկոլ Փաշինյանը այս հակադրությունը ինչու՞ է ասել։ Ասում են մեզանից բացի, ասում են ուժերը, որոնք հավակնում են գալ Հայաստանի իշխանության, ավելի նրանք ինքնիշխանության հետ կապված խնդիր ունեն, Հայաստանը վերածելու են գուբերնիայի, Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նվազեցնելու են, եթե ավելի պարզ ասենք, Հայաստանը դնելու են կախվածության մեջ Ռուսաստանից կամ մեծացնելու են այդ կախվածությունը մի խոսքով եւ կատարելու են այստեղ այն գործառույթը, որը իրենց կհրամցվի կամ կհրամայվի, այսինքն մենք վերածվելու ենք գործիքի։ Հիմա հարց է առաջանում, հարգելի պարոն Մնացականյան, եկեք սառը վերլուծենք։ Երբ Նիկոլ Փաշինյանն է ասում, ընդ որում 2 օր առաջ, Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք պետք է կարողանանք նրանց հետ ապահովել մեր հարաբերությունները, ընդլայնենք, ԵԱՏՄ-ի շրջանակներում մի խոսքով, բոլոր առումներով շատ 15-20 օր առաջ, այո, Ռուսաստանի հետ հարաբերություն ունենալը, լավ հարաբերություն ունենալը չի նշանակում Ռուսաստանին թույլ տալ միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ես ավարտեմ իմ խոսքը։ Երբ որ այդ Նիկոլ Փաշինյանն ասում, երբ որ ասում է Պուտինը եւ Միշուստինի իմ ընկերներն են, նրանց հետ ունեմ ջերմընկերական հարաբերություններ, մենք ամեն ինչ անում ենք, ավելին իր գործունեությամբ ինքը մեծացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, դա դիվանագիտություն է, դա նորմալ հավասարակշռված բալանսավորված քաղաքականություն է, բայց երբ իրենից բացի մեկ այլ քաղաքական ուժ կամ գործիչ է ասում, ուրեմն ռուսի ստրուկ է, ռուսի ագենտ է, Հայաստանը փորձում է դնել Ռուսաստանի կախվածության մեջ, սա քաղաքական դեմագոգիա է, պարոն Մնացականյան։ Դուք մտածում եք, դուք խելացի մտավորական մարդ եք, դուք մտածում եք Հայաստանում կարող է երբևէ որևէ իշխանություն լինել, որը Ռուսաստանին պետք է հռչակի թշնամի ու սկսի պատերազմ վարի Ռուսաստանի դեմ։ Այսինքն անհեթեթություն է, չէ՞։ Ցանկացած իշխանություն պետք է վարի Չէ, արժանապատիվ քաղաքականություն։ Հայաստանի ինքնիշխանության իմունիտետը բարձրացնել, կախվածությունը կտրել տարբեր երկրներից, միայն Ռուսաստանին չեմ ասում։ Այո։ Մեկ այլ բան է անպայման ունենալ մի հովանավոր, որը կթելադրի ինչպես է ապրելու դու Հայաստանում։
Ես կարծում եմ դա նաև սերունդների մտածողության խնդիրն է, այս նոր սերունդը ավելի քիչ է մտածում այդ ուղղությամբ, ավելին աշխարհը ամեն օր փոխվում է եւ մեր այդ post-սովետական եւ սովետախորհրդային ժամանակահատվածի մտայնությունը աստիճանաբար դուրս է գալիս մեր հասարակության մոտից եւ ցանկացած հաջորդ սերունդ ինքնիշխանության ավելի մեծ պաշար ունի։ Եվ անկախ քաղաքական, ուրեմն պայքարի դիրքավորումից քաղաքական ուժերի մոտեցումներից ես այդպես եմ մտածում։ Կարծում եմ հետեւյալը, որ մենք անկախության սերունդ ենք, մեր սերունդը շատ ավելի շատ շահագրգռված է ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը, նրա ինքնիշխանությունը երբևէ չդնենք քաղաքական սակարկման, երբևէ կասկածի տակ չդնենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ռազմավարական շահերից բխող հարաբերությունները չկառուցենք աշխարհի բոլոր երկրների հետ։ Համաձայն։ Ստե քննարկելու բան չկա, պարոն Մնացակ։ Այս մթնոլորտում ինչպես եք պատկերացնում հայ-ադրբեջանական օրակարգը։ Հայ-ադրբեջան օրակարգը ես մի քանի անգամ ասել եմ։ Այո, ես մի քանի անգամ ասեցի հետեւյալը, խոսեցինք Ռուսաստանից, բայց ուզում եմ սադրել, էլի, ասենք հայ քաղաքական միտքը չունի այդ հարցի պատասխանը, որ եթե աշխարհակաղակական իրադարձությունները այնպես դասավորվեն, որ 5 տարի, 6 տարի, 10 տարի հետո հանկարծ մեզանից որևէ մեկին կանչենք Կրեմլ կամ Վաշինգտոն կամ Փարիզ ու ասեմ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։ Մենք դրա հարցի պատասխանը ունենք կամ հենց այս նույն Իրանի շուրջ ձևավորված այս կոնֆրոնտացիայի արդյունքում ձևավորվի մեր տարածաշրջանում այնպիսի քաղաքական իրավիճակ, որտեղ դիլեմայի առաջ մենք կանգնած լինենք, պատերազմը մեզ օգուտ է թե վնաս է, այդ հարցի պատասխանը մենք ունենք, բայց եթե Աստված մի արածի Հայաստանը կանգնած լինի նման երկընտրանքի առաջ, ասենք չէ, մենք խաղաղություն ենք ուզում, աշխարհում կա հասարակություն, որը խաղաղություն չի ուզում, բայց պետությունը հենց նրա համար է, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու։ Պետք է պատրաստ լինի ճշգրիտ խաղաղությունը պահպանելու, պաշտպանելու։ Հիմա այդ եմ ասում, բայց մեր հնարավորությունները այնպեսին են։ Դա անվիճելի է, դա անվիճելի է։ Այո։ Վիճելի է այն Հայաստան ուզում է սադրել, թե Հայաստան ուզում է Հայաստանը նման պոտենցիալ չունի սադրելու։ Եկեք արձանագրենք, որ Հայաստանի իսկ Հայաստանին կարող են համոզել, ստիպել սադրել։ Այդ եմ ասում, մենք ունենք այդ հարցի պատասխանը։ Եթե 5 տարի, 6 տարի հետո, հիմա մի տարի հետո մեր այդ աշխարհակաղակական կենտրոնները մեր ականջին շշնջան, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։ Մենք այդ հարցի պատասխանը ունենք, ժողովուրդ։ Մենք ունենք, մեր ազգային անվտանգության հայեցակարգը ունենք, թե ոչ։ Խոսում ենք Իրանի մասնատման մասին։ Հիպոթետիկ, եթե Իրանը մասնատվի, Ադրբեջանի հնարավոր ուժեղացումը վարկածների մեջ կարող է լինել, կարող է Ադրբեջանը օգտվել Իրանի մասնատումից ու մեծացնի իր աշխարհագրական տարածքը կամ իր ազդեցության տարածքը։ Մենք ինչ պետք է անենք, մենք այդ հարցերի պատասխանները ունենք։